Ծայրին աշխատակիցը, պատկերացրեք իր դիրքորոշումը, ինքը լավ վաճառում է, մնացածը իրենից վատ են վաճառում, օրինակ, բայց բոլորը ստանում են հավասար վարձատրություն, անարդարության զգացում է, եւ այդ սովետական մտածելակերպն էլ որ կա, հա, ոնց որ դեռևս որոշ ոլորտներում գործում է 13-րդ աշխատավարձ, 13-րդ աշխատավարձը, որը համարվում է բոնուս, ինքը իրականում իրենից բոնուս չի ներկայացնում, որովհետեւ բոլոր աշխատակիցներն էլ ընդունվելիս աշխատանքի 13-րդ աշխատավարձը գումարում են իրենց 12 աշխատավարձներին եւ արդեն հոգեբանորեն իրենց աշխատավարձը ընկալում են ավելի բարձր, եւ ինքը ոչ մի խնդիր չի լուծում, այսինքն վատ աշխատողը աշխատում է վատ, լավ աշխատողն էլ կարող է նայել վատ աշխատողին եւ դեմոտիվացվել, այսինքն ասել ինչի ես պետք է ավել աշխատեմ, եթե մենք հավասար ենք վարձատրվում, այնպես որ այո, կարող է թիմի համար ստրեսային լինել, բայց երբ որ դու բացատրում ես համակարգը ինչպես է աշխատում, երբ որ դու բացատրում ես, որ մարդիկ կարող են ավելին աշխատել, այսինքն պատկերացրեք, ձեզ տալիս են հնարավորություն գլոբալ առումով դառնալ բիզնեսի սեփականատեր, այսինքն բիզնեսի ցուցանիշներից ելնելով դու հարստանում ես կամ աղքատանում ես ինչպես սեփականատերը